Եվ մի փոքր կցանկանայի խոսել 11 թվանի նշանի ներքո ծնված մարդկանց մասին։ Մեկին գումարում ենք 1, երկուսն է։ Հենց այս թվանշանի մասին 2-1 հետաքրքիր է, չէ՞։ Ինչի մասին եմ ես խոսում։ Սալի ձեռի մասին է խոսքը, բայց այսպիսի մարդկանց կյանքում եթե լինում են ֆինանսական դժվարություններ, աղքատություն, ինչի մասին է խոսում, որ այս մարդկանց չի կարելի, ովքեր ծնվել են 11 թվանշանի ներքո, կամ իրենք մանիպուլյացիա անեն, որպեսզի հասնեն նրան, ինչ իրենց պետք է, մանիպուլյացիայի միջով, խաբելու միջոցով կամ մանիպուլյացիա այլ, այսինքն երկու թվանշանը երկրորդ մարդու միջոցով։ Հետաքրքիր է, չէ՞։ Դրա համար այսպիսի մարդիկ հետագայում բլոկվում է իրանց ֆինանսային կանալը եւ այս մարդիկ ունենում են իրանց ընտանիքում խնդիրներ։ Հա, երկուսը դրանք ովքեր են, կարող են լինել նաեւ քույր եւ եղբայր։ Կարող է, եթե քույր ունի, խոսքի օրինակ, եթե դուք տղամարդ եք, քույր ունեք, ձեր քրոջ անձնական կյանքը չստացվի։ Եվ դուք կարող եք զարմանալ, ասեք, ես ինչու է այսպես, ես ինչու է այնպես։ Միգուցե դա ձեր հետ է կապված։ Սա ոչ բոլորի մասին է խոսքը։ Դուք դրա համար չպետք է ընդհանրապես ոչ մի մանիպուլյացիա անեք վնասելով մարդկանց։ Այս սրա մեջ է խնդիրը, այսինքն դուք օգտագործում եք ձեր բացասական էներգիան, իսկ եթե պլյուսի մեջ եք, թեկուզ մանիպուլյացիա եք անում չվնասելով ոչ մեկին։ Կարող եք լինել լավ հոգեբան, հա, եւ էլի աշխատել համագործակցելով մարդկանց հետ։ Այդ դեպքում իհարկե ֆինանսային հոսքը կգա ձեզ մոտ եւ ամեն ինչ մարդկանց հետ լինելով ներդաշնակ, այլ ոչ թե մանիպուլյացիա անելով։ Այդ դեպքում ձեզ մոտ կարող է ֆինանսային հոսքը գալ։ Նույնը սիրո հարցում է եւ այլ ոլորտներում։ Եթե դուք փորձում եք մանիպուլյացիայի միջոցով այլ մարդկանց վնասել, ձեր բոլոր սֆերաներին է սա վերաբերվում։ Դուք այդպես վնասում եք ձեր հարազատներին։ Հասկացաք, սա ամեն մի թվա բան չի, որ այս մասին ձեզ սենց պարզ կասի, որովհետև ես շատ լավ գիտեմ խորը, թվագիտությունը, ես շատ լավ գիտեմ տարոլոգիան,